Հայաստանն ու Եվրոպան դեռ չէին ստորագրել գործընկերության օրակարգը ռազմավարական դարձնելու փաստաթուղթը, երբ Ալիևի օգնականներից Հաջիևը բրյուսելյան պարբերականին ասաց, թե ուզում են, որ Եվրամիությունն իր մասնակցությունն ունենա, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի, իրականում Ամերիկայի նախագահի պատվին կոչված Սյունիքի թրիփ, Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղու ծրագրին, որը պետք է ապահովի Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Այն նույն Եվրամիությունը, որի անձեն դիտորդների սահմանագոտ ու պարեկությունից հրաժարվելու պահանջ էր Բաքուն Երևանի առաջ դրել խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու համար։ Զանգեզուրի միջանցքով տարեկան 15 միլիոն տոննա բեռ է փոխադրվելու։ Ադրբեջանական հատվածի շինարարությունն ավարտվելու է 2026 թվականին։ Բաքուն ուրախ կլինի Եվրոպական միությանը եւս տեսնել տրանսպորտային այս հանգույցում։ Մինչև Բաքուն կիսվեց իր ուրախությամբ, Եվրամիության պաշտոնյան ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը մեր երկրի գլխավոր դիվանագետի Արարատ Միրզոյանի հետ լրագրողների հարցերին պատասխանելիս խաղաքարտեր բացեց։ Պարզվեց Սյունիքի երթուղի գալու համար նույնիսկ բանակցություններ են արդեն վարում, բայց ոչ թե Երևանի եւ Վաշինգտոնի հետ, ինչպես օգոստոսի 8-ի հայ-ադրբեջանական Ամերիկայի խաղաղության կուլմինացիայից հետո ի պատասխան Ռուսաստանի մեկնած օգնության ձեռքի պնդում էին Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, այլ նաեւ Բաքվի ու Անկարայի։ Այս ասուլիսին էր նախորդել Հայաստան-Եվրոպա ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը, ինչին էլ արձագանքելիս Բաքուն կոշտացրեց հռետորաբանությունը, պնդեցին, թե այս փաստաթուղթը հակասում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Ավելին փաստաթղթի այն բաժնում, որը նվիրված է Եվրամիության տարածաշրջանում կարգավորման գործընթացներին հնարավոր ներդրմանը, միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժեք, արագ եւ արդյունավետ իրականացման աջակցելու վերաբերյալ դրույթի ներառումը հստակորեն ենթադրում է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված պահանջները։ Բաքուն հիստերիայի մեջ է, որովհետև այս փաստաթղթում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Ղարաբաղի հայեր ձևակերպումը կա։ Ալիևը մեկ քայլ առաջ, մեկ քայլ հետ մաշված դիվանագիտությունն է շարունակում։ Սկզբում եվրոպական առաքելությանը Հայաստանից վտարելու պայման դնում, հետո ուզում, որ նրանք գան թրիփ։ Ավելի ուշ, թե հայերի ու եվրոպացիների քաղցրացող բարեկամությունը վնասում է խաղաղությանը։ Ադրբեջանական լուսինն այդպես էլ տեղը չի գտնում եվրոպական աստղերի կողքին։ Իրենց դուրեկան չի այն փաստը, որ Հայաստանին հաջողում է ինչ-որ հարցերում նաև Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով բանակցել եւ հասնել դրական արդյունքների այդ պայմանավորվածությունների ընթացքում։ Դրա համար իրենք փորձում են հնարավորինս անընդհատ ճնշման տակ պահել։ Իսկ ամեն ինչ ֆինանսավորելու հնարավորություն չունեցող եվրոպացիները, ինչպես բանաձևել էր հենց ինքը Եվրաչինովնիկ Կոսը, ի վերջո կգան Սյունիք, կունենան իրենց մասնակցությունն ամերիկյան երթուղում։ Մասնագետի համոզմունքն է, իրենց համար այս ծրագիրը հնարավոր լավագույններից է։ Ռուսաստանը շրջանցելով Կենտրոնական Ասիա հասնելու համար հարևան Վրաստանը քայլ-քայլ հեռանում է, Իրանի հետ չպարզած հարցեր կան։ Հայկական ճանապարհը ամենահարմարն է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։